Կոալիցիոն գործընկերները բանավեճ քննարկմանը մասնակցել հրաժարվել էին։ Հայ ազգային կոնգրեսից եւս Civitas հիմնադրամի տնօրեն Սալվի Ղազարյանը տեղեկացրեց, որ կոնգրեսը հրաժարվել է մասնակցել սույն քննարկմանը պատճառաբանելով, թե իրենց պայքարը միայն հանրապետականների հետ է եւ ոչ մյուս ուժերի։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը խոսեցին իրենց նախընտրական ծրագրերի եւ դրանք կյանքի կոչելու մասին։ Բանավեճին ներկա միավորված հայեր կուսակցության ներկայացուցչին հարց ուղղեց, թե ինչու է կուսակցությունը որոշել մտնել ընտրապայքարի մեջ եւ ով է լինելու իրենց ընտրողը։ Հիմնականում ընտրազանգված է մեր մասան, դա ինտելիգենցիան է, ինտելեկտուալ կարողությունը հանրապետության։ Դաշնակցական Արա Նարանյանն էլ կարծիք հայտնեց, որ առաջիկա ընտրություններին շեշտը պետք է դնել հատկապես ընտրախախտումների դեմ պայքարի վրա։ Ըստ նրա, իշխանությունները մշակել են ընտրախախտումների իրենց տարբերակը եւ նման դեպքեր արձանագրվում են հիմնականում տեղամասերից դուրս բակային տարածքներում։ Հավատում, որ ինքը վեր կարող է ծուղանցել։ Դրա պատճառով մենք ունենք հետևյալ պատկերը։ Հասարակության 70-80% երբ հարցում ես անում դժգոհ է իշխանություններից, երբ հարցում ես անում են ընտրելու, կեսից ավելի իշխանական կոալիցիայի ներկայացուցիչներ են պատրաստվում դրել։ Այսինքն քաղաքացին պետք է տեսնի, որ եթե ինքը դժգոհ է, ինքը պետք է փոխի իշխանության։ Եվ այդ իշխանությունը փոխելու ամենալավ հնարավորությունը այս ուղղություններն են։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժառանգության մրցակիցը կոալիցիայի բոլոր անդամներն են, հայտարարեց կուսակցության ներկայացուցիչը։ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ երկրում արմատական փոփոխություններ են պետք։ Իշխանական թևի այն բարձրաձայնումները, թե ընտրություններն անցնելու են առանց միջադեպերի եւ ցնցումների, հայտարարություններից այն կողմ չեն անցնելու։ Կոալիցիան է, որ այս տարիների ընթացքում այդ պատասխանատվությունը վերցրել է իր վրա եւ նաեւ իր կատարած կամ չկատարած աշխատանքի պատճառով է, որ այսօր երկիրը նաեւ այս վիճակում է հայտնվել։ Եվ պատասխանատվությունից խուսափել մենք որևէ մեկին թույլ չենք տալիս։ Իշխող կոալիցիան պետք է պատասխանատվության ենթարկվի, պետք է պատասխան տա այս ընտրությունների ընթացքում իր կատարած եւ չկատարած աշխատանքների համար։ Քննարկմանը մասնակցող կոմունիստական կուսակցության ներկայացուցչին հարց ուղղեց, թե խորհրդարանում հայտնվելու հավանականությունն ինչպես են գնահատում եւ կամ ինչու այլ ուժերի հետ կոմունիստները միանալու ցանկություն չեն հայտնել։ Վազգեն Սաֆարյանի խոսքերով իրենք ընտրություններին մասնակցում են ժողովրդի պահանջով։ Մենք այսօր գիտակցելով մեր կատարելիքը ապագա խորհրդարանում միավորված ուժերով ենք հանդես գալիս, սա ազգային ժողովի 5-րդ ընտրություններն են, առաջինում կոմունիստները միասնական են եղել, դրանից հետո տեղի են ունեցել, ինչպես գիտեք, տարբեր տեսակի բաժանումներ, բայց այսօր գիտակցելով պահի պատասխանատվությունը եւ ժողովրդի արժեվ ունեցած մեր պատասխանատվությունը, մենք միացյալ ուժերով ենք հանդես գալու։ Հանդիպման վերջում կուսակցությունների ներկայացուցիչները մեկ առ մեկ ներկայացրեցին երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից դուրս գալու, շարունակվող արտագաղթի տեմպերը նվազեցնելու, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծման իրենց նախընտրական ծրագրերը եւ դրանք կյանքի կոչելու սեփական տարբերակները։ Փայլակ Վարդյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուզ, Երևան։